Ես ողջունում եմ գործարարալիքին միացած մեր լսողներին եւ դիտողներին, միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը։ Ուզում եմ հիշեցնել, որ թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդաշարերը։ Այս պահին մենք սկսում ենք թարմ ուղեղով զրույցը եւ մեր տաղավարում հյուրընկալել եմ Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանին։ Բարև ձեզ, Քրիստինե ջան։ Բարև ձեզ, Մոնիկա ջան։ Անցնենք Քրիստինեի, Տիկին Վարդանյանից, եթե դեմ չեք։ Նոր ուժեր են ձևավորվում, դաշտը բավականին այսպես լցվում է, նոր փոփոխություններ, արդյոք դուք շարունակելու եք Ռոբերտ Քոչարյանի հետ նույն միասնությամբ պայքարի դաշտ գնալ, թե ամեն դեպքում դուք էլ փոփոխություններ ունենալու եք ու առհասարակ ընտրությունների մասով մասնակցելու եք գալիք ընտրություններին։ Այս բոլոր հարցերի պատասխանը դաշնակցության դեպքում դարձել է դաշնակցության ժողովը, որը կարծում եմ մյուս տարվա սկիզբ մենք կունենանք։ Մեր դիրքորոշումը ընտրությունների հարցում հետևյալն է, դա քաղաքական կարևորագույն իրադարձություն է, որը նախանշված է արդեն եւ լինելու է անկախ մեր կամքից, հետեւաբար լավ է դրան պատրաստ լինելը, չբացառելով որևէ զարգացման այլ տարբերակ եւ երբ ես ասում եմ չբացառելով որևէ տարբերակ, ոչ թե ուզում տալ, որ չգիտեմ մենք ավելի վճռական ենք կամ անտեսում ենք որևէ կերպ նսեմացնել ընտրությունները, դա չէ, ուղղակի գիտեմ, որ անկանխատեսելի իրավիճակներում ենք ապրում։ Ես տեսել եմ ինչպես 2023-ին ընդամենը 1 ժամում ազգային ժողովում դիմաց հավաքվեցին, եթե ոչ տասնյակ հազարավոր 10,000-ից ավել մարդ բազմաթիվ հազարներով եւ գիտեմ որ այդպիսի իրավիճակում ենք ընդհանրապես աշխարհը, տարածաշրջանը, Հայաստանը եւ դա ես որպես նաեւ քաղաքական կուսակցության անդամ, падգամավոր չեմ կարող բացառել, բայց մեր կենտրոնացումը հիմա այդ սցենարներին պատրաստ լինել է, այդ թվում նկատի ունենալով, որ 8 ամիս հետո նախանշված են համապետական ընտրություններ։ Հիմա որտեղ են այդ սցենարները հատվում իրար հետ, հատվում են հանրության հետ աշխատանքի դաշտում, այսինքն ցանկացած սցենար ինչ ուզում ես անել, ինչպես ուզում ես անել, եթե ուզում ես պատրաստ լինել, պիտի հանրությունը հասկանա դու ինչ ես ուզում, պիտի հասկանա ինչ ես ուզում փոխել եւ վստահություն ունենա քո նկատմամբ։ Մենք դրա վրա ենք կենտրոնացած, նոր չէ, վերջին մի քանի ամիսներին պատասխանները փորձենք ամփոփ գոնե ստանալ այս տաղավարում։ Հիմա փորձենք ստանալ, որ ես չստացվի խուսափում եմ այլ հարցերից, նախ շատ ուրախ եմ, չեք պատկերացնի ինչ ուրախ եմ ներքին, այսպես ցնծության մեջ եմ, բոլոր նոր ուժերի ի հայտ գալու կապակցությամբ շնորհավորում եմ, դա պատասխանատվություն է առաջին հերթին եւ շատ ուրախ եմ, որ պատասխանատվություն ստանձնողների թիվը ավելանում է, որովհետեւ մեր վերջի տարիների խնդիրը ոչ թե պատասխանատվություն ստանձնողներն են եղել ում գլխին փորձ է արվել առնվազն կոտրել մեղավորությունը, այլ դրանց ռադիկալ քիչ լինելը պատասխանատվություն ստանձնելու կարիք կա, երկրորդին շատ դուր է գալիս նաև որ ոչ բոլոր դեպքերում, բայց տեսնում եմ նաև որ գաղափարական առաջարկներ կան, այսինքն երբ ես տեսնում եմ որ բացի տնտեսական, բացի ինչ որ խոստումներից, որոնք շատ կարևոր են առանց որևէ կերպ նսեմացնելու սոցիալական հարցերի լուծման առաջարկները, բայց կա նաև գաղափարական պատկերացումներ, կա նաև մեր ժառանգության, պատմության, ինքնության հետ կապված հստակ առանցքային մոտեցումներ, դա ինձ միայն ուրախացնում է եւ հույս է արթնացնում, որ ամեն մեկը կկարողանա իր դաշտը մոբիլիզացնել։ Մենք Ռոբերտ Քոչարյանի երկրորդ նախագահի հետ համագործակցության մասին էլի դա մեր դեպքում որոշում է ժողովը, կհասկանան գնահատելով նախորդ շրջանը, բայց գիտեք, այստեղ մի հետաքրքիր բան եմ ուզում ասել։ 5 տարի է բոլորը ինչ որ միասնականության կոչեր են անում, պետք է միասնական լինել, միանալ իրար, ի վերջո հիմա ստանդարտ ժամանակներ չեն, առանձին հետո գնաք ձեր ուժերը կչափեք, բայց թիրախում են միակ ուժն է կամ մի հատ կորիզ կա, որը այս 5 տարվա ընթացքում միավորվել է եւ չի բաժանվել, այսինքն գտել են համագործակցության ֆորմատ, որը առանց խնդիր կարողանում են շարունակել, ուժերը այդտեղ տեղի ունեցել սիներգիա, այսինքն գումարվել են իրար եւ ստացվել է այդ համագործակցությունը։ Հիմա այդտեղ մի քիչ բան եմ հասկանում, մի քիչ դժվար եմ հասկանում այդտեղ, մի կողմից կա այդ միավորվելու բանի պահանջը, գրեթե համատարած այդ պահանջը, մյուս կողմից այն միավորները, ովքեր արդեն միավորված են, կա ակնկալիքը կամ այդ հարցադրումը, ինձ կարծիք չեք տարանջատվելուն է, այստեղ մի քիչ հակասություններ կան։ Ինչու որովհետև նոր ուժերը երբ գալիս են հարց է առաջանում, արդյոք արդեն հարմար տեխնացուներն ավելի շատ են գուցե հնարավորություն եւ ցանկություն լինի այլ ուժերի հետ եւ գուցե գաղափարները այլ ուժերի հետ համընկնեն ավելի շատ, քան եղածների հետ են։ Դե
միավորումը Դե դուք եք ասում, որ գաղափարական միավորումը հարմար տեխնացուների շուրջ չէ, միավորումը իսկապես նախ մանե, այսինքն ծրագրերից է կախված նպատակադրումներից եւ այո, նաեւ եթե կա ընդհանուր տեսլականներ, դիտարկելի է որևէ մեկը որևէ մեկից կարճած չի, այսինքն որևէ ֆորմատի ձևից կարճած չի, ցանկացած բանը դիտարկելի է։ Ես ուղղակի ասում եմ, որ եթե մի կողմից կա միասնական լինելու այդ պահանջը, անհասկանալի է լինում այն մի պահանջը, եթե կա կորիզ ձևավորված, ինչ-որ ֆորմատ ձևավորված, որտեղ երկու քաղաքական դերակատարներ համագործակցում են, աշխատում են, այդտեղ հարցադրումը, որ բայց ինչու են շարունակում համագործակցությունը կշարունակեն արդյոք թե չէ։ Դա է, թե չէ ֆորմատները դիտարկելի են, ընդհանրապես համագործակցությունն էլ դիտարկելի է եւ այլընտրանք չունեցող է իրականության մեջ, մենք երբեք էլ հակառակը չենք ասել եւ հակառակը պնդել մի քիչ անտրամաբանական է, Հայաստանում չկա քաղաքական ուժ, մեկ դերակատարով վիճակի է միայնակ հաղթահարել այս ստեղծված իրավիճակը, դա արդեն այդ փաստը պահանջում է համագործակցություն, թե ում հետ ոնց ինչպես դա նաև ցույց է տալիս կամ ուժերը արժեքային համակարգը, այդտեղ արդեն լավ ոնց է ստացվում, որ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը այդքան վատ է անում ամեն ինչ, բայց էլի շարունակում է ինքը առաջին դիրքերում մնալ։ Եվ էլի մյուսները պիտի միավորվեն, որ կարողանան նրա դեմ պայքարել։ Ինչն է պատճառը, որ այդքան համոզիչ է նա հանրության համար։ Ես հասկանում եմ, որ այս իրավիճակը Նիկոլ Փաշինյանի փոփոխությունը կարող է բերում է, այսինքն տենց համ ինքնախարազանման, համ հուսահատական վայբեր ասեմ, այդ բառը օգտագործեմ, բայց համոզիչ լինելը չի։ Եթե Նիկոլ Փաշինյանը հիմա արդեն երրորդ ժամկետին է փորձում գնալ, դա համոզիչ լինելու մասին չի վկայում, դա բռնապետական հակումների մասին է վկայում ավելի շատ։ Ինչ է տեղի ունեցել։ Բայց ասում է ընտրություններ են լինելու, եթե չի ուզում հարությունը, թող չընտրի։ Լավ, եկեք ընտրություններին անդրադառնանք, գիտեք 2021-ի ընտրությունները իրենք մեկնաբանում են որպես եւ 18-ը որպես տեսեք մենք երբեք ընտրություն չկեղծած ուժ։ Ով է ասել։ Ես ուզում եմ հասկանամ 18-ին կարծում եմ ինձ պետք չի եղել, ենթադրում եմ, որ որևէ այդ թվում նաև խախտման չեն գնացել, խախտում ասելը նկատի ունեմ ընտրատեղամասում լավ բաներ չենք տեսել, քվեաթերթիկները գողանալ կամ չգիտեմ բաներով լցնել, տուփերով լցնել, լավ, այդպիսի կադրեր չենք ունեցել։ Երկրում 2018-ին եմ ասում, արդեն այնպիսի մթնոլորտ էր, որ մարդիկ, ովքեր համաձայն չէին գործող իշխանության հետ, հրշակվել էին հակահեղափոխականներ, փողոցում, ասենք դաշնակցության զինանշանով քայլողները մի քիչ ավելի զգույշ պիտի լինեին, ու այսպիսի ազգային ժողովում այդ ժամանակվա падգամավորները օրինագիծ էին տարել հոկտեմբերի 2-ին, իշխող ուժը շրջափակել էր ԱԺ-ն, ու այսպիսի մթնոլորտում էր։ 18-ին ասում են չենք կեղծել, պետք չի եղել, ենթադրաբար ոչ մի բան չանալ, բայց երկրում ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որ այլակարտությունը համարվել է դավաճանություն։ 2021-ին մեր խմբակցությունը փաթեթ է ներկայացրել սահմանադրական դատարան, որ ոչ թե որ ինչքան ձայն Նիկոլ Փաշինյանը ստեղծել է, որ կեղծված են, այլ որ այնպիսի կեղծիքներ են տեղի ունեցել այդ թունև ընտրաշավի ժամանակ, որ դրանք ազդել են վերջնական արդյունքի վրա։ Հիմա 21-րդ դարում, երբ էս տեսախցիկները կան, այդ մատնահետքերով բանը կան, ընտրությունների կեղծումը դադարել է այդ բանը 90-ականների ձևով լինել, այսինքն նկատի ունեմ քվեաթերթիկները խցո բանով լցնել կամ չգիտեմ գողանալ տանել բանը քվեատուփերը, այդպիսի դեպքեր հաճ ենք բանանում, բայց մենք չենք ունեցել դեպք, երբ որ, այսինքն դա չանելը չի նշանակում, որ ընտրությունները ազատ արդար թափանցիկ մրցակցային են ու որևէ բան ազդեցություն չի ունեցել իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսների կիրառումը եւ այլն։ Բայց դա մի կողմ դնելու, այստեղ վստահության հարցն է եւ հավատալու հարցն է, համոզիչ լինելու հարցն է։ Ոնց է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը Դե դեմ ասում ինչն է համոզիչ։ Ձեր թիմը այդ պատերազմը տանուլ է տվել, երկիրը կործանման է տանում եւ այլն, այդ շարքը չշարունակեմ, հա, բայց էլի հանրությանից մի զգալի զանգված կա, որ հավատում է իր բերած խաղաղությանը, հավատում է, որ այս ճանապարհը, որով Նիկոլ Փաշինյանն է գնում, ավելի լավ ճանապարհ է, քան այն ճանապարհը, որը գուցե ընդդիմությունն է առաջարկում։ Շատ լավ, ես այս ընտրությունների մասը ավարտում նայանում, որ ուզում ասեմ 21-ի ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, իշխող թիմը վերարտադրվել է Հայաստանում, այնպես են դա ներկայացնում որպես աննախադեպ փաստ, ոնց որ իրենք պատերազմից հետո աննախադեպ չէր։ Այն գործիքակազմով եւ այն
մթնոլորտը, որ երկրի ներսում էր ստեղծվել, ոչ միայն ոչ թե աննախադեպ այդ բառն է սխալ, այլ հասկանալի կարող է լինել ինչ գործոններով են ազդել հանրության վրա բոլոր առաջարկ ներկայացնողներին, բոլոր այլընտրանք ներկայացնողներին, պատերազմից վախեցած զոհեր ունեցող հանրությանը ներկայացնելով որպես պատերազմի հերձիկներ, շահարկելով պատերազմի թեզը, թշնամու նկատմամբ վախը, բան են օգտագործելով վարչական ռեսուրսները, իշխող թիմը վերարտադրվել է։ Հիմա, եթե իրենք կոչ են անում միջազգային կազմակերպություններին, որ տեսեք, չեն ֆիքսել խախտումներ եւ այլն, իսկ որ ընտրություններին են Հայաստան օրինակ ԵԱԿ-ի դիտորդական առաքելություն ասել, որ ընտրված բան կեղծված են եղել ընտրությունները։ Ինձ օրինակ կբերեք, եթե միջազգայիններին են այդպես բան անում, որ մի միջազգային կազմակերպություն է Հայաստանում միշտ էլ ասել են խախտումներ եղել է, արձանագրել են ինչ-որ խախտումների բան եւ վերջում մոտավորապես եղել է արձագանքային, որ դա ընտրությունների արդյունքին այդպես էլ չի ազդել։ Հիմա որ ընտրություններին են միջազգայիններ տարածել, որ Հայաստանում կեղծված ընտրություններ են։ Գիտենք չէ, որ եղել են կեղծված։ Ես գիտեմ, որ Հայաստանում ընտրություններից միջև տնտեսություն, միջև բանակ կատարյալ չի եղել, բայց ես չգիտեմ այլ պետություն, որ ես գիտեմ, որ անկախության առաջին շրջանում ԱՄՆ-ում մարդիկ իրար կացնահարել են այդ թվում նաև։ Գիտեմ ինչ բարքեր են եղել։ Ես այդ բանը մենք նոր անկախ պետություն ենք եղել ու անցել ենք իսկապես բարդ ճանապարհ։ Ես ասում եմ, եկեք նայենք 91-ից մեր անցած ճանապարհը ու նայենք դա դինամիկան դրական էր, թե բացասական էր։ Կարող էր դրական էր միանշանակ։ Դրական էր։ Բնականաբար։ Մենք բանից 91-ից հետ ենք գնացել։ Եվ որտեղ ենք հետ գնացել ինչ ցուցանիշներով։ Եկեք որ ցուցանիշ ուզում եք վերցնենք բանակը, որտեղ եթե 91-ին են գնում, անկախության իմաստով մենք անկախ դարձանք։ Որտեղ 91-ին են գնում բանակը, մենք սկսել ենք այնտեղից, որ չունենք ընդհանուր ունիֆորմա, այսինքն բոլորը նույն համազգեստը չէին հագնում։ Հիմա 2018-ի բանակը ավելի լավն էր, թե 91-ին էր ավելի լավը։ 2018-ի տնտեսությունը ավելի լավն էր, թե 91-ին էր։ Այգի անկախությունից խոսենք անկախությունից։ 2018-ին Հայաստանը անկախության մակարդակով, իր տարածաշրջանում որոշումների վրա ազդեցության մակարդակով ավելի լավն էր, թե հիմա է ավելի լավը։ Այդ անկախությունը ինչ կենթանի է։ Իսկ գույք պարտքի դիմաց ինչի մասին է։ Մենք չվաճառեցինք մեր անկախությունը։ Ինչ նշանակում անկախությունը վաճառել։ Դա չի վաճառվել տնտեսական Եթե մենք բոլոր գործիքները հանձնում ենք։ Ինչ գործիքներ ենք հանձնել։ Մարզ գործարան, հետո ինչ գործիքներ են։ Այսինքն Զվարթնոցը եթե հիմա հանձնվել է բանը կառավարման, Վիոլա ջուրը եթե հանձնվել է ֆրանսիական կառավարման, բանը անկախությունը հանձնել ենք։ Քիչն ու շատը չի հարցը, պետություն այդպես էլի կետ ամեն ինչ հանձնում են։ Ամեն ինչ ունեք, էս բանը, եկեք էս թեզերից, էս բանը բիսեդկայում տարածված, որ բանը անցնում են ու առաջ են կանցնում, կարծես այտենց վերջի ճշմարտությունն է, ինչ է նշանակում ամեն ինչ հանձնել։ Ինչն ենք հանձնել։ Եվ ինչի դիմաց ինչ հանձնել։ Մի հատ եկեք թվերով ասենք, հասկանանք ինչ է։ Դուք ինձնից լավ գիտեք դիքի։ Չէ, դուք հիմա լրագրող եք, ասեք ինչ ենք հանձնել, ինչ ենք գույք պարտքի դիմացով, մի հատ կխնդրում եմ, էլի, այդ բացի այդ վերնագրից կասեք, օրինակ լրագրողի խնդրում եմ, ասում եմ, լրագրող հարցը տվեք, ինչ գործարաններ, ինչ բանը տնտեսական արժեք ունեցող գործարաններ, ինչի դիմաց հանձնեցին։ Խնդրում եմ, ասեք, ես էլ հասկան բանանը, մեկնաբանեմ, դա անկախության կորուստ էր, թե անկախության կորուստ չէր։ Դուք անկախության կորուստ ի՞նչն եք համարում։ Ինձ ասեք, դուք եւ ինչը չեք համարում։ Արդյոք ձեզ համար մենք անկախության կորուստ չենք ունեցել մինչեւ 10 թվական։ Ես ուղղակի ֆիքսենք, որ մարդկանց մոտ, ինչպես հիմա էլ բանը։ Պարզապես օթից եկավ եւ այդ իրավիճակը ամեն ինչ կատարյալ է եղել։ Ես այդ չհասկացա այս խոսքը բանը որտեղից եկավ։ Կատարյալի մասին չի խոսքը, ամեն ինչ նորմալ է եղել։ Մենք գնում ենք իրական անկախության ու այդպես Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ փողոց ու մարդիկ որոշեցին, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում եւ ճիշտ է Սերժ Սարգսյանին մերժելը ու նոր իշխանություն բերելը։ Ես հարց իմաստ անկեղծ չեմ հասկանում։ Ընդհանրապես ասում եմ, որ 91-ից 2018-ի դինամիկան դրական է եղել եւ չեմ հասկանա։ Ես հարցնում եմ, ինչ իմաստով է դրական։ Ես բացատրեցի եւ որևէ հակապաստառ չեք, ասում եմ, բանակը չունենք 91-ին բոլորը անգամ չունեին հնարավորություն, որ հակնեն նույն արտահակուստը 2018-ի բանակը մենք վերահսկում էր հայկական զինված ուժերը Հայաստանը եւ Արցախը, անցկացնում էինք զորավարժություններ եւ տարբեր ղեկավարներ, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էին տարածաշրջանում ամենամարտունակը, ես ընդունում եմ, որ դա չափազանցած է, բայց ապահովում էր մեծապես Հայաստանի անվտանգությունը 91-ի բանակը եւ 2018-ի զարգացման դինամիկան դրական է եղել, թե բացասական։ Տնտեսությունը, տնտեսությունը, 91-ի տնտեսությունը
տնտեսական վիճակը։ Ես հիշեցնեմ, որ մենք այդ պատերազմի հետևանքով, այդ թվում նաև կայացած որոշումների անցել ենք մի շրջան, երբ չի եղել Հայաստանում նորմալ լույսի մատակարարում, երբ թոշակները, չգիտեմ, եղել են 5000 դրամ, երբ դրանք ամիսներով չեն տրվել։ 2018-ին մենք ինչ իրավիճակ ունեինք։ Դա դրական էր, թե բացասական էր այդ դինամիկան։ Հիմա այս ներկայացնել, որ անցյալում սխալներ չեն եղել, ես չգիտեմ այդպեսի պնդումով է արել։ Եվ համաձայնեմ, որ այո, տնտեսական իմաստով ինչ որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ համեմատաբար լավ։ Ես անվտանգայինից եւ 90 եւ ես ավելի մեծ գաղափարից եմ խոսում, դուք չգիտեմ ուր եք տանում։ Ասում 91-ից 2018-ը որպես երկիր մենք ունեցել ենք զարգացման դրական դինամիկա, այո, կարող ենք առանձին նախագահներին էլ բանանել եւ այո, ամենաարագը տնտեսությունը զարգացել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Ես նաեւ ֆիքսեմ, որ այդ գույք պարտքի դիմացից դուք չկարողացաք էլի ասել, այդտեղ ինչի դիմաց ում է տրվել։ Այո, եղել է 5 գործարան, 5 եթե չեմ սխալվում, դուք էլ հիմա չեք կարողանա ասել դրանցից որը աշխատող գործող, որը չէ, եւ ինչ տնտեսական արժեքով ինչի դիմաց է տրվել։ Եթե դուք ինձ հարցնում եք, իսկ արդյոք լավ է, որ մենք հասել ենք այնտեղ, որ գործարան պիտի տանք պարտքի դիմաց։ Չէ, դա լավ վիճակի չի։ Ես կնախընտրեմ, որ Հայաստանում արտադրամասեր եւ գործարաններ հիմնադրենք, ձև զարգացնենք։ Բայց ես ասում եմ, այդ մի հատ կբացատրեք ինձ տեղ անկախության զիջումը որն էր։ Եվ Էդի ինչի հետ ենք հիմա համատում։ Հիմա ես ասում եմ եկեք իրար հետ, Մոնիկա ջան, կարող ենք այս հաղորդումից հետո գնալ, նստել մեքենան եւ իջնել Սյունիք։ Գնանք, հասնենք, ճանապարհին հասնենք Կապան, կտեսնենք այնտեղ ռուսական դրոշը, կտեսնենք այնտեղ Իրանի դրոշը, կտեսնենք այնտեղ Ադրբեջանի դրոշը, որ 2020-ից հետո բերել են հենց այն օդանավականի կողքը, որտեղ բան են անում, թռիչքներ են կազմակերպում, Հայաստանի դրոշը այնտեղ կտեսնենք, հիմա այս կոնսորցիումը, որ համատեղ կառավարման են ուզում տալ ճանապարհը, որի ռեժիմը այդպես էլ չենք հասկանում, ենթադրաբար ամերիկյան դրոշը այնտեղ կբերեն, ես ուզում եմ հասկանալ, այդ ավելի շոշափելի դրանից ավելի անկախության կորուստը ո՞նց է լինում կամ գնանք ուզում եք բանի կողմերը գնանք Սև լճի կողմերը գնանք եւ ես չեմ ասում որ հիմա լավ է եւ չէ ես ասում եմ դուք ինձ հարցնում եք ինքնիշխանության ու անկախության կորուստը որն է ես ասում եմ դա է ինքնիշխանության կորուստը դա է անկախության կորուստը այն է որ մենք հիմա չենք կարողանում մեր համար առաջնային օրակարգերը որոշել ու առաջ տանել օրինակ Հայաստանի համար առաջնային օրակարգը չէ ցեղասպանության միջազգային ճանաչում հայ ժողովրդի համար ուրիշ ժողովուրդ չի կարա լինի հայոց ցեղասպանության մենք դա առաջ տանում ենք մենք մեր գերիների հարցը առաջ տանում ենք այսինքն մեզ հետաքրքրող հարցերը մեր անվտանգայինից միջնորդեսակ դե ասում են մենք Թրամփի հետ խոսեցինք չէ ասում են մենք ոնց պիտի տեսնենք ինչի մասին խոսել հրապարակվել էր որտեղ Թրամփը ասում է չէ ինչ է ասում հայ քրիստոնյաների վերադարձի մասով Ալիևի հետ կխոսի Եվ ինչ եղավ, խոսեց ու բան եղավ, իսկ բանը Նիկոլ Փաշինյանի մագի ելույթի տեսանյութը տեսել եք, այնտեղ ինչ կա, եւ հա, այնտեղ գերիներ բառը կար, ինչի ես զարմանում եմ, հիմա գերի բառն էլ է մեզ արգելված։ Սահմանադրությունը ինչի ենք փոխում։ Միջև Ալիևի պահանջը մեզ ասում էին, որ սահմանադրական բարեփոխումների հարց կա։ Հետո Ալիևը հենց ասաց Հայաստանի պետք է նոր սահմանադրություն, ասացին, որ մենք Հայաստանում պիտի գնանք նոր սահմանադրություն ունենանք։ Հիմա այս անկախության կորուստ է։ Ադրբեջանական զորքերը այստեղ գտնվել անկախության ու ինքնիշխանության կորուստ է։ Իսկ այն բանը, տպավորությունը, որ ուզում ենք ստեղծել, ես հակընդեմ հարց տամ, աշխարհում բացարձակապես անկախ պետություններ կան։ Միացյալ Նահանգները, երբ 2003 թվականին ներխուժում էր Իրաք, չնայած ենթադրաբար իր զորքերը կարող էին լուծել իրենց առջև դրված խնդիրներ, անգամ Միացյալ Նահանգները դա չարեց միայնակ, արեց կոալիցիայով, արեց Անգլիայի զորքերի օժանդակությամբ, որովհետև աշխարհը այդպես է բանանում, բացարձակապես միմյանցից անկախ ու իրար հետ որևէ ազդեցություն չունեցող, որևէ կախվածություն չունեցող պետություն, իրարից, այսինքն որևէ այլ պետությունից որևէ կախվածություն չունեցող պետություն գոյություն չունի։ Այդտեղ հարցը միայն առաջանում է, Եվրոմիության երկրները անկախ են, եւ ունեն ԵՄ անդամ երկրները 27-ը ունեն մի հատ մարմին, մի հատ չէ, մի քանի մարմիններ, ովքեր որոշում են այդ պետություններում ինչ հատկացումներ նաև պիտի լինեն, ինչ օրենքներ պիտի լինեն, ինչ օրենքներ պիտի չլինեն, անկախ են այդ պետությունները։ Քանի իրենց շահերը կարողանում են պաշտպանել, այո, անկախ են։ Իմ պատասխանը դրան հետեւյալն է։ Ինչ վերաբերում է, եկեք 18-ից առաջ էլ խոսենք։ Կատարյալ էր, լավ էր,
չէ, կատարյալ չէր կարող ամեն ինչ լինել հիասքանչ եւ մենք ունենայինք աղետ։ Այդ հարցը ինձ միշտ հետաքրքրում է, էլի, որ երբ բանակի մասին մենք խոսում ենք, դուք շատ կարեւոր է որ նշեցիք, որ դա ուռճացված էր, որ մենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ենք, այ միշտ ասվում է մենք շատ լավ բանակ ենք ունեցել, բայց որ շատ լավ բանակ ենք ունեցել, ո՞նց էր հնարավոր 2 տարում այդ բանակը քանդել։ Շատ լավ բանակը ո՞նց կարելի է քանդել այդքան արագ։ Դուք տուն կառուցել եք, որևէ բան կառուցել եք, դուք կարող եք 10 տարի կառուցել մի բան, ամուր հիմքով, կիսախալխուլ հիմքով, կարող է դա լինել ապարանք, կարող է դա լինել փոքրիկ տուն, կարող է դա լինել լեգոյի խաղալիք, որի վրա ժամերը ծախսեք։ Ու դա քանդելը տևի 10 րոպե, տուն քանդելը կարող է տևել, թաղամաս քանդելը տևի 1 ժամ բուլդոզերով։ Այդ քանդելու ժամանակը ինչքան է տևել որևէ համակարգ քանդելու, ու համատական չէ այդ համակարգը, որքան լավը կամ վատն է եղել։ Մենք եւ խնդիրը հետեւյալն է։ Մինչեւ 20 թվականը ինչ է արվել հստակ բանակում, որը դուք համարում եք բանակը քանդելու գործընթաց։ Բանակը քանդելու գործընթացը այնքան բազմաթիվ են այդ ֆակտորները։ Նախ, երբ բարեփոխումներից ենք մենք խոսում, մենք ունեցանք, այսինքն առաջին բանը, որ արեցին գործող իշխանությունները, եկավ այդ բարեփոխումները, որ այսուհետ պետքա ծնողները դադարեն սնունդ ուղարկել առաջնային օգտագործման պարագաները, արդյունքում միայն տեղ մենք ունեցանք փոփոխությունը այն, որ Նիկոլ Փաշինյանը նկարվեց կամ հրապարակեց ելակային բարեփոխումներ, էլի, որ բանակի սննդակարգում ավելացավ ելակը։ Այդտեղ ինչ բարեփոխում տեղի ունեցավ։ Երկրորդը բարեփոխում տեղի չունեցավ, երկրորդը քանդումը ես ասում եմ, եթե ուզում ես քանդել որևէ համակարգ, անընդհատ, բացի նրանից, որ մարդկանց նշանակիր, ովքեր դրա կոմպետենտությունը չունեն, հիմա բանակի քանդման ամենաակնառու փաստը ես կարող եմ ցույց տալ Սուրեն Պապիկյան պաշտպանության նախարար ունենալը, թե ինչ կապ ունի Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարության հետ մասնագիտորեն, իր անցած ուղիով, իր ունակություններով, թող ինձ որևէ մեկը բացատրի, բայց առաջին գործը, որ հարուցվեց, Խաչատրովի դեմ էր։ Հապկ ներկայացուցիչ, ով նախագահում էր այդ ժամանակ, ու հարց էր առաջանում Մանվել Գրիգորյանի դեպքը չասեմ, այսինքն այդ տուշոնկաշոն, որ հետո պարզվեց այդ տուշոնկաները տեղ գտնվելու բան ունեին, լրիվ, այսինքն որևէ հակաօրինական բան չկար այդ տուշոնկաների տեղ գտնվելը, որ մեզ բան արեցին, բանակում բոլոր գեներալները թալանչիներ են։ Առաջին մեսիջը գործող իշխանությունների դա գնաց։ Երկրորդը գնաց այն, որ բարձրաստիճան ղեկավարները, այսինքն մի հատ առաջինը, բոլոր գեներալները մեր մոտ թալանչին են։ Երկրորդը անընդհատ այդ փոփոխությունները բանակի հիերարխիայում, այսինքն փոխել պաշտպանական շրջանների ղեկավարներին, Արցախից մինչև Հայաստան, քանդել հիերարխիան, համակարգից հեռացնել կոմպետենտ անձանց, ովքեր պահում էին այդ նաև համակարգը, թույլ չտալ մոտենալ որոշումների կայացմանը մարդկանց, ովքեր ունեն համապատասխան փորձը եւ կարողությունները, անել այդ բուտաֆորիական բարեփոխումները, որոնք որևէ բանի չբերեցին, զենքերի գնումը, որը սուերը գնացին, դա ամենաթանկ իսկապես սելֆիի բանն էր։ Այդ սուերը գնեցին, որ հետո պարզվեց համապատասխան զենք, որ այդ սուերը կրակեն եւ աշխատեն, չեն գնել։ Այսինքն էլ ինչ հակադիր որոշումներ բան պիտի լինի, էլի։ Չէ, սա չանելու մասին է։ Ես ասում եմ սխալ գնումները։ Բերեցի օրինակ սխալ գնումների բանը փոխելը։ Դա ես ուզում եմ հասկանալ, ինչն է հստակորեն քանդել բանակը։ Սխալ գնումը չարված գործ է։ Անիմաստ արված գործ է։ Անիմաստ արված գործ, երբ դու ունես քեզ տրված է պահանջները, թե քեզ ինչ զինամթերք է հարկավոր, հիմնված նաև ապրիլյան պատերազմի փորձի վրա շեշտված անօթաչուները եւ այդ հակաօթային պաշտպանությունը, քեզ տրված են զենքի անուններ եւ քեզ ասում են բանակը սրա կարիք ունի, բայց դու քո PR-ի համար, որ ավելի լավ հնչի եւ սելֆին ավելի լավ ստացվի, գնում ես նույն գնով այլ համակարգ սու այս դեպքում ինքնաթիռներ, ովքեր հետո չես գնում զենքը, որ դրանք աշխատեն, դա չարված գործ չի։ Դա անհրաժեշտ է չգնելը, քո դա պետական միջոցները, որոնք պիտի պաշտպանությանը գնային, ծառայեցնելը քո PR-ին եւ բանը ուղիղ բանակին զնկելը անհրաժեշտ պաշտպանական գործիքներից։ Երկրորդը մեզ մոտ առաջին մեսիջը գնաց, որ Հայաստանում բոլոր գեներալները, բոլոր բարձրաստիճան զինվորականները, մենակ գեներալները, չէ, բան են, թալանչիներ են։
Եվ ես դրանից հետո հարց է առաջանում, այդ որ զինվորը պիտի ենթարկվեր այդ բարձրաստիճան զինվորականների բանին հրամաններին, չէ՞ որ այդ բանակի հիերարխիայի մեջ կարևոր հանգամանք է այդ հիերարխիայում հարգանքը եւ այդ ենթակա վերադաս հարաբերությունները, որտեղ որի շնորհիվ գործում է այդ հրամանական չեն կոչվածը։ Հիմա որ դու դա քանդում ես, ասում ես քո վերադասները բոլորը թալանչիներ են, մենք իրանց հետևից բոլորից գալու ենք, եթե իրենք քեզ հանկարծ կճնշեն, դու ուղակի սելֆի արա եւ ինձ ուղարկի։ Ես ասում եմ, դա բան, եւ ես սա չեմ ասում որպես լսված, ես ասում եմ նաեւ մարդով շատ լավ գիտի այդտեղ ինչա կատարվում։ Դա բան է գնում միջին սպայական անձնակազմում, ես ուղակի գործ չունեմ, եթե չեմ ուզում քննական գործերի տակ հատնեմ, ես գործ չունեմ, իմ գործը ոչինչ չանելն է։ Ավելի լավ է գլուխս անցավ գլուխս ցավի տակ չդնեմ։ Հետո անընդհատ փոխելը նոր պաշտոնների նշանակել նոր մարդկանց, հələ կոմպետենտություններ մի կողմ դնեմ, այդ թվում նաև պաշտպանության ՊԲ-ում փոխվել էին պաշտպանական շրջանների հրամանատարները։ Հիմա դա ազդում է, թե չի ազդում։ Եթե մեկը գալիս է նոր գործի, քանի ամիս է իրեն պետք ամբողջությամբ տիրապետելու համար։ Իսկ երբ որ քո գլխին կախված է այդ պատերազմը, այդ ժամանակաշրջանը քո վրա ազդում է, թե չի ազդում։ Հիմա այս բոլորը, ես հələ այսքան ասում եմ, ռազմական ոլորտի փորձագետ չլինելով, որևէ մասնագետ 10 անգամ շատ բան կարող անես։ Այն ակնհայտ բաներն են, որոնք ուղղակի քաղաքականության մեջ լինելով ու թեմային հետաքրքիր լինելով, հիմա իմ գործընկերներից մեկը գնացել էր 44 օրյայի բաններ կարդացել, գաղտնի բաժնում է ու այդտեղ էլ ամենամեծ նշանակությունը պատերազմի պարտության եղել է Նիկոլ Փաշինյանի նշանակած կադրերը, եղել է սխալ գնումները։ Հիմա այս ամեն ինչը մենք կարող ենք ընդհանրապես քննարկել պատահականություն ա եղել, թե դիտավորություն ա եղել, ամեն մեկս մի կարծիք ունենալ, բայց որ չնկատել, որ սա, այսինքն գնումների բանը փոխվել է, ընթացակարգը փոխվել է, արշավ ա եղել բարձրաստիճան զինվորականների դեմ, չի եղել որևէ բարեփոխում, փոխարենը եղել է մենակ էլի, որ Facebook-ում մենք ունենանք այդ ելակով նկարները։ Այս բնականաբար ազդել է մարտունակության վրա էլ, ազդել է բարոյահոգեբանական վիճակի վրա էլ, ամսի 25-ին որսացել են խոսակցություն թուրք օդաչուների եւ դրանից ենթադրել են հարձակման մասին, ինչ վիճակում ա եղել, անհրաժեշտ պատրաստվածության մակարդակի եղել է մեր բանակը, թե չի եղել, անհրաժեշտ տեղանքում բացազատված եւ այլն, այսինքն ես տերմինների մեջ չխորանամ շատ, որովհետեւ ելի եմ կրկնում մասնագետը չեմ, անհրաժեշտ վիճակում եղել է, թե չի եղել, բոլոր զորամասերը, որոնք կարող են իրենց վրա առաջնային հարվածը կրել։ Հիմա այս ամեն ինչի պատասխանատուն մեղավորության հարցը իսկապես մի կողմ եմ թողում, չեմ ուզում մենք դատավիճեր ներկայացնենք, բայց պատասխանատուն բան է եւ երբ ենք մենք սենց իրավիճակում եւ հենց այդ է եւ մենք սենց վիճակել երբ ենք ունենայինք 16-ին, ունենայինք 2007-ին, պետք է այդ մարդկանց ասել, ավելին դուք կարող եք պատկերացնել մեր հակասությունները առաջին նախագահի հետ, այսինքն գաղափարական այդ մարդը նաեւ փակել է իմ կուսակցությունը, բայց ես այսպես մեղադրանքներ չեմ կարող իրեն ներկայացնել, որովհետեւ չի եղել այդ վիճակը, չի եղել այդ վիճակը։ Որ մենք ունեցել ենք սա, բնականաբար այս հարցերն են առաջանում, բայց այո, եթե այս հարցին եկանք, որ ինչպես է կարողանում Նիկոլ Փաշինյանը անգամ այս դեպքում խաբել։ Ես ասում եմ, որ աշխարհում մենք ինձ շատ մտահոգում է, որ մենք բան ենք անում, ասում ենք, դե եթե հաջողել է ժողովրդի մի մասին խաբել կամ վախեցնել, ուրեմն նա ճիշտ է։ Այդ եզրահանգմանն եմ շատ վախենում, որ կանք։ Ոչ, մենք աշխարհում առաջի պետությունը չենք։ Երբ ֆաշիստական Գերմանիան օկուպացրել է Ֆրանսիայի մեծ մասը, հաստատել է իրեն կամակատար ռեժիմ Վիշի կառավարությունը, ֆրանսիացի գեներալ է գլխավորել այդ ռեժիմը, ֆրանսիացի զինվորականներ են եղել այդտեղ, այսինքն ֆրանսիացիներ են եղել, այդ թվում նաև ֆրանսիական հանրապետությանը մեծ ծառայություններ բան արած մատուցած, բայց այդ մարդիկ սարսափ են ներշնչել իրենց ազգին, ազգը բաժանել են սևերի եւ սպիտակների, ասել են, որ այլընտրանքը չկա, Գերմանիայի դեմ մենք չենք կարող պայքարել, եթե դուք չեք ուզում սարսափելի պատերազմ, դուք պիտի կարողը բան անենք այն ինչ որ իրենք մեզնից ուզում են, մենք իրանց հետ էլ խաղաղ կարող ենք ապրել, խնդիր չկա, որ գերմանական զորքեր են մեր պետության մեջ, ու այդպես քանի տարի են ապրել։ Մի քանի տարի Ֆրանսիայի պես երկարամյա պետականության պատմություն ունեցող, հեղափոխությունների պատմություն ունեցող, աշխարհին այդպիսի մտածողներ տվող, քաղաքագիտական դպրոցներից մեկը հանդիսացող, երկարամյա ավանդույթներ ունեցող քաղաքագիտականից մինչև բանը մշակութային շատ լուրջ առանգություն ստեղծած պետություն, որի հասարակությունը մի քանի տարի օկուպանտ վարչակարգի դեմ ընդվզում չի իրականացրել, բացառապես ազատագրվել է ոչ թե ներքին ընդվզման, այլ արտաքին միջամտության շնորհիվ, բանը միայն
այսինքն այդ հասարակությունը այդպիսի պատմություն է ունեցել եւ կարողացել են իրեն խաբել, վախեցնել, որովհետեւ կիրառել են նույն տեխնոլոգիաները։ Վախը պատերազմի նկատմամբ, ներքին պառակտումը եւ դա չի նշանակում, որ բանը Վիշի կառավարությունը ճիշտ է եղել։ Դա չի նշանակում, որ Հիտլերը ճիշտ է եղել։ Դա նշանակում է, որ տարիներ շարունակ տեխնոլոգիաներ կիրառելով Գեբելսյան, որ պետք է սուտ այնքան ասել, մինչեւ ճշմարտություն դառնա, հասարակությանը կարողացել են ենթարկեցնել։ Հիմա մեր մոտ էլ է նույնը կատարվում։ Մեր մոտ հասարակության նկատմամբ ունեն գործող իշխանություն, ով ունի քարոզչական ռեսուրսները, պետական ռեսուրսները ու ամբողջը ծառայեցվում է այլընտրանքի, այսինքն ելքի ուղղակի տպավորություն այնպես անել, որ բոլորը մտածեն, որ ելք չկա, հույս չկա, հավանականություն չկա, ամեն ինչ այսպես էլ պիտի լիներ։ Երկրորդը հասարակությունը բաժանել բոլոր հնարավոր կրիտերիաներով, բոլոր հնարավոր շեշտադրել բոլոր տարբերությունները, որ կան, ովքեր խոսում են քննադատում են իրենց ներկայացնել օտարերկրյա գործակալներ, սևեր սպիտակներից սկսեցինք հիմա բոլորը ռուսի շպիոններ են, իրենց համար 3 ռուսի շպիոն հռչակվեց Ամերիկայում գործող Հայդատի գրասենյակը։ Բառացիորեն եւ ուղղակիորեն, որովհետեւ քննադատել էր մի օրինագից, որտեղ Ադրբեջանի ձեռքերը փաստացի լվացվում էր։ Երկու ամերիկացի կոնգրեսականներ երբ օրինագիծ են մշակել, եթե խոսքը դրա մասին է, հանրայինի եթերում էլ քննարկում էր գնում այդ մասին, մի հատ հասկանանք հավաստիության աստիճան էլի, որքանով է հավաստի, որ եթե օգոստոսի 8-ի պայմանավորվածությունը Ալիևը խախտի, պիտի պատժամիջոցներ կիրառվեն եւ դրան դաշնակցությունը դեմ էր արտահայտվել։ Դաշնակցությունը ոչ թե դաշնակցություն չէ, Հայդատի գրասենյակը, որը հենց արտաքին քաղաքական հարցերով է զբաղվում, ոչ թե դեմ է արտահայտվել օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները խախտելու համար Ալիևը պատժվի, Հայդատի գրասենյակը շատ բարձ բան է ասում, ասում է, եթե Ադրբեջանի նկատմամբ կա որևէ օրինագիծ, որը եւ պատժամիջոցների սահմանում, այդտեղ պիտի նշված լինի նաեւ Արցախում տեղի ունեցված էթնիկ զտումը, որովհետեւ եթե մենք այդ փաստը շրջանցում ենք, անցնում ենք, դրա համար չենք պահանջում Ալիևին պատժել, մենք դրանով լվանում ենք Ալիևի ձեռքերը, ասում ենք, որ դա տեղի չի ունեցել, իրեն ազատում ենք էթնիկ զտում իրականացնողի կերպարից ինչը ինքն է բանանում եւ պատասխանատվությունը էականորեն նվազեցնում ենք, որովհետև մեկ այլ բան է որևէ պայմանավորվածություն խախտել, մեկ այլ բան է ցեղասպանություն իրականացնել, էթնիկ զտում իրականացնել, էթնիկ բնիկ բնակչության նկատմամբ։ Ընդհանրապես դա է, որ պահանջ է եղել նաև բարեփոխման, եթե չեմ սխալվում, որ ներառվի Ալիևի նկատմամբ 2023-ին կատարված էթնիկ զտման փաստը, ներառվի նաև հայ գերիների հարցը, որոնք հիմա Բաքվի բանտում են պահվում, եւ ոչ թե մի հատ թեորիական ինչ որ բան ունենանք, որը ինչ որ խումբ որը առաջ է տանում, ուղակի ասի, որ ես այսպիսի բան եմ առաջ տանում, այլ գործնական արդյունք ունենանք։ Դա է եղել Հայդատի գրասենյակի մոտեցումը ու փաստորեն Հայդատի գրասենյակը, որովհետեւ ասում է, որ Ալիևը պիտի պատասխանատվության ենթարկվի Արցախում իրականացրած էթնիկ զտման համար եւ Ալիևից պիտի պահանջվի, որ հայ գերիներին բաց թողնվի, թե չէ նրան սպառնան սանկցիաները, հրճակվել է ռուսի շպիոն։ Ես անկեղծ եմ ասում, Վաշինգտոնում գործող Հայդատի գրասենյակը։ Այս իրավիճակի աբսուրդն է։ Դա գրել է մի ստատուսագիր, հետո վերցրել է ցանցը, տարածել են, հետո հմեկում տարել են քննարկման, ու հիմա Հայդատի գրասենյակին, որտեղ ամբողջ վերջին 50-ամյակում պայքարել է ցեղասպանության ճանաչման համար, Արցախի ճանաչման համար վերջին 30 տարիներին հրճակել են օտարերկրյա գործակալներ, գործակալան կանցած Հայաստանի անկախությունը բանահարցականի տակ դնող։ Այսինքն ես ում հասկանամ, մեկը կա այդ ստատուսագրերից, որ Հայդատի գրասենյակի շատ բան արել Ալիևի նկատմամբ սանկցիաներ կիրառելու համար։ Ես անգամ ստատուսագրին չգիտեմ։ Հա, ոնց որ, այսինքն ոնց է այստեղ այլընտրանքը, առաջարկ ունենալը, ավելի խիստ տարբերակին կողմ լինելը բանը դարձնում Նիկոլ Փաշինյանական իրականությունում դառնում բան է, որ Հայդատի գրասենյակը դեմ է Ալիևին բան ենթարկել։ Բայց օրինակ հնարավորություն չկար այս տարբերակով օրինակ կողմ լինել, որ եթե այս պայմանավորվածությունները խախտվեն, բաժամիջոցներ կիրառվեն, հետո այլ հարթակներում, այլ միջոցներով փորձել Արցախի Ես Ամերիկայի ներքին կյանքի եւ ընթացակարգերի մասնագետը չեմ, եթե հետաքրքիր է այս թեման կարող ենք Վաշինգտոնի Հայդատի գրասենյակի հետ ուղիղ կապ հաստատել եւ իրենք մեկնաբանեն եւ մենք ուղղակի ես ուզում հասկանալ օգոստոսի 8-ի որ պայմանավորվածությունների մասն է խոսքը նախաստորագրված փաստաթղթի որ ստորագրված էլ չի դարձել որ պայմանավորվածության մասին է խոսքը դե կարծես թե գալիք տարվա առաջին կեսին պիտի արդեն ստորագրվի այդպիսի խոսակցություններ գնում են չէ դե թող ստորագրվի տեսնենք ուզում եմ ասեմ մի հատ կա թեորիական
էլի եմ ասում, եւ ինչ պարտավորված են։ Օրինակ ես հարցնում գործող իշխանություններին, գործող թիմին, իշխող ուժին, օրինակ այլևս ինչ պարտավորվածություն է ստանձնել։ Հիմա լավ, ես ընդդիմադիր եմ, հարցեն չեմ պատմում, ձեր մոտ բան չի առաջանում, օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթղթով։ Ես լավ ձեզ եմ հարցնում, այլևս ինչ պարտավորվածություն է ստանձնել։ Կարդացել եք այդ փաստաթղթը։ Ինչ մի հատ ասեք, էլի ինձ բերեք, ինչ պարտավորվածություն է ստանձնել։ Ուզում ես կարամ ձեր փոխարեն պատասխանեմ, եթե ձեր մտքին հիմա չի գալի։ Ասում է դե այն ինչ որ գրված, օրինակ ինձ առաջինը միշտ մտքից գալիս է սեպարատիզմի վերացումը երկկողմ։ Հիմա դա ինչի մասին, այսինքն պահանջելու են այդ ակտը։ Ուզում եմ ասեմ, այդ ակտը պահանջում է որ դա կատարեն անպայման, ու եթե հանկարծ դա չկատարեն, չպայքարեն, բան երկրի ներսում այլևի պատկերացրած սեպարատիզմի դեմ պետք է բան անեն, այլևի սանկցիաներ։ Այսինքն այլևից պահանջում են որ ավելի լավ բան անի, պայքարի պահանջի որ պայքարեն Հայաստանում իր պատկերացրած սեպարատիզմի դեմ։ Ուզում եմ ասեմ, իրոք ես հարցնում Ադրբեջանը ինչ պարտավորվածություն է ստանձնել։ Սրան ձեր իշխանական հյուրերը վստահ պատասխանել են, որ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Չխառնվել ներքին հարցերին Հայաստանի Հանրապետության երկկողմ սահմանների հայելային, ինչպես ասում են, բացում։ Այդպիսի կետ չկա այդտեղ։ Մոտավոր է, ասած որ երկկողմ կարող են ճանապարհով անցնել, այսինքն դա համաբանում չէ, դա Հայաստան-Ադրբեջան համաձայնագրով չի, դա TRIP-ի առանձին ստորագրված փաստաթուղթն է։ Դե հասարակական միացյալ նահանգները ինչեր են քննարկում։ Ես ասում եմ Հայաստան-Ադրբեջան պայմանագիրը միջպետական հարաբերությունների կարգավորման հարցնում եմ, այլևս ինչ պարտավորվածություն է ստանձնել։ Այդտեղ կա ձևակերպում, որ կողմերը պարտավորվում են հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Շատ լավ է։ Բոլորը շահագրգռված են դրանով։ Մի հատ կասեք այլևս որ տարածքն է ճանաչում Հայաստանը։ Ասեք հասկանանք։ Ասում են Ալմաթայի հռչակագրի։ Ալմաթայի հռչակագրի հիման վրա ինչ տարածք, ինչ քարտեզ, ինչ սահման։ Նիկոլ Փաշինյանը գնացել է 86600 քառակուսի կիլոմետր, ասել է ես սա Ադրբեջան է, ներառյալ Արցախն է այդտեղ։ Ու ես ճանաչում եմ դա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, մի հատ հայտարարություն ցույց տվեք, որ այլև ասել է այս գծից ես կում Հայաստանը։ Ու ո՞նց է ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, եթե զորքերը Հայաստանի տարածքում են։ Էսա բերեին օրին բան մի հատ նախագիծ, որով պահանջում են ադրբեջանական զորքերի դուրսբերումը այլապես Հայաստանի տարածքից, այլապես սանկցիաներ պիտի կիրառեն։ Նշել են, երբ որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, զորքերը դուրս են գալու Հայաստանի Հանրապետությունից։ Չեմ հավատում։ Այդ լավ կլինի իրենց ֆիքսենք, այդ նույն իշխանականները դուք գիտեք, այդ վիդեոն իր բանը պետք է գտնել։ Հիմա էլի այդ գույք պարկի դիմացին հետ կամ դուք գիտեք, չէ՞, տեսել եք, չէ՞, տեսել եք, որ Արամ Զավենի Սարգսյանը ասում է, բանը գույք պարկի դիմացը դա իմ ծրագիրն է, Քոչյանը սեփականաշնորհում է, բան այդ ծրագիրը սեփականաշնորհում է, բան իրեն է վերագրում, բայց դա իմ նախաձեռնությունն է ու միտքն է, այսինքն ներկայացնելը որպես բան լույսի տակ։ Հիմա մենք այս մարդկանց հետ գործ ունենք։ Մի շաբաթ առաջ այլ բան են ասում, մի շաբաթ հետո այլ բան են ասում։ Հիշում եք, միջև այս փաստաթղթի ստորագրումը ասում ենք դուք նոյեմբերի 9-ին փաստորեն վերահսկողություն եք տվել, պարտավորություն եք ստանձնել եւ պարտավորվել եք Ադրբեջանի համար այդ ճանապարհը ապահովել։ Ասում են, որ կասի, որ մենք մի գրամ զիջում ենք արել ինքնիշխանությունից, պետական դավաճաններ են, թշնամիներ են։ Հիմա ասում ես այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթը ոնց որ ավելի լավն էր, քան հիմա ասում է դուք ուզում եք որ մենք միջանցք տանք Ադրբեջանին։ Ասում ենք հիմա նոյեմբերի 9-ով, այսինքն միջանցք եք տվել, բա մի շաբաթ առաջ ասում եք որ տենց բան ասի, բան է, հակապետական, պետական դավաճան է։ Հիմա ասում եմ, մենք նոյեմբերի 9-ին բան էր, միջանցք ենք տվել, դրանից ազատվել ենք օգոստոսի 8-ով։ Այս մարդիկ ամեն հաջորդ փուլում խնդիր չունեն իրենց ասացի հարությունս չեն հակառակը ասել։ Ես ուզում եմ, որ տեսանելի ապագայում ադրբեջանական զորքերը դուրս գան Հայաստանի տարածքից։ Շատ լավ կլինի իմ ցանկությունները դա։ Չեմ հավատում, որ այդ մարդիկ դա ապահովելու են։ Չգիտեմ ով է ասել, չեմ հավատում, չեմ տեսնում, որտեղ տեսնում որ իրենք ամրանում են այդտեղ։ Ոչ թե պատրաստվում են դուրս գալ, այսինքն քանդում են կառուցած դիրքերը եւ որ բան են անում, հավաքում են իրերը։ Տեսնում որ ամրանում են, տեսնում որ պատրաստվում են ձմեռվան։ Հիշում եք գլխավոր շտաբի պետը ինչ էր ասում, երբ որ առաջին անգամ եկան ու ամրացան դիրքերում։ Ասում էր մենք իրենք մատակարարում չեն ունենա, սոված կմնան, հետ կգնան։ Քանի տարի անցավ դրանից հետո։ Հա, քանի տարի անցավ։ Հիմա գլխավոր շտաբի պետը Հայաստանի պատկերացնում եք։ Էս է խնդիրը, բայց այս շատ տարբեր թեմաներից տարբեր թեմաներ գնացինք։ Խնդիրը այո, այն որ գործող ուժը
կարողանում է դեռևս մարդկանց մի շրջանակի խաբել, համոզել, սուտ խոստում տալով հույս արթնացնել, ես դրանից չի հետևում, որ իրենք ճիշտ են, որ իրենք կարող է ճիշտ բան են ասում, դրանք տարբեր ռեժիմներ օգտագործել են այդ հնարքը։ Այո, այդտեղ մենք գործ ունենք անելու, այդտեղ առաջարկ ունենք ներկայացնելու եւ այդտեղ պայքարի տեղ կա, որը պատրաստում ենք, անում ենք եւ պատրաստում ենք շարունակել անել, որովհետեւ այսինքն դրանից հիասթափվելը որն է։ Միայն փողոցային տարբերակով եք դուք պատկերացնում։ Չէ, ես հակառակը, ոչ թե հակառակը նշանակում փողոցային չեմ պատկերացնում, ես պայքարը առաջին օրվանից պատկերացնում եմ գաղափարների դաշտում։ Մնացածը գործիքներն են, կարևորը որ գաղափարի դեմ որ գաղափարն է պայքարում։ Հայաստանում իշխող ուժը ի վերջո իշխանական լծակներ ստանալով թելադրեց հանձնվողականության, մեր իրավունքների համար չպայքարենք, թե չէ մեր գլխին մահակով կտան, հանձնենք, որ լավ ապրենք, գաղափարը այնպես արեց, որ դարձավ իշխող նարատիվ Հայաստանում։ Դրա հակառակ գաղափարը պետք է բանանի հաղթի։ Ես առաջին պայքարը երբ ասում եմ, գաղափարականն եմ պատկերացնում, այսինքն որն է դրա հակառակ գաղափարը։ Խոսակցությունը հենց դրա մասին էր, որ այդ հակառակ գաղափարը ինչու չի հաղթում։ Դուք պիտի չէ ներկայացնեք այդ հակառակ գաղափարը։ Միանշանակ, ինչի չի հաղթում, այդտեղ ես եթե կարող եմ անverջ խոսել եւ այդտեղ մեր թերացումների մասին, որովհետեւ այո շատ կարեւոր է բացի նրանից թե ինչ ես ասում, ինչպես ես դա ասում, բայց շատ կարեւոր է որ չօգնես, չդադարես դա ասել, մենք հաճախ մի քանի բան ասում ենք եւ մեզ թվում է որ դե ասել ենք սրա մասին արդեն խոսել ենք, կրկնելու անհրաժեշտություն ինչ կա, շատ կարեւոր է որ դու դա ասես հասկանալի ձևով մարդկանց, դա ասես այս տեխնոլոգիաների օգտագործումը, որը մենք տեսնում ենք ինչքան լայն է բանարվում, օգտագործվում իշխող ուժի կողմից, շատ կարեւոր է որ դա մարդկանց համոզես, բացատրես, բանավիճես այնքան, մինչև կարողանաս համոզել ու այդտեղ վստահություն ձեռք բերել։ Եվ այստեղ աշխատանքը իսկապես շատ է, տևական պիտի լինի, բայց ես այլ ընտրանքը դրա չեմ տեսնում։ Ինչու չի ստացվում դեռևս այս անելը, բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ կան այստեղ, ռեսուրսներից սկսված եւ ռեսուրսների պասում տարբեր ռեսուրսների մասին է, տնտեսականից մինչեւ մասնագիտական եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ սահմանափակումներ։ Տեսեք էլի մենք ինչ իրավիճակում ենք։ Դուք չեք կարող ասել վերջի 7 տարվա, 5 տարվա դիմադիր շարժման առաջնորդ, որը կամ բանտարկված չի կամ քրեական որևէ հոդվածով չի հետապնդվում։ Սա սահմանափակում է թե չէ։ Սա որևէ ձև խոչընդոտում է քո գործունեությանը, թե չի խոչընդոտում։ Չէ, հիմա արդեն Միքայել Սրբազանին ուղղակի կալանքի տակ է երեկ էինք այցելել եւ արդեն 2 տարվա դատավճիռ ստացավ հարցազրույցի համար, մտքեր բարձրաձայնելու համար, այսինքն երբ գրաքննվում է, երբ դու հետապնդվում ես քո խոսքերի, մտքերի, հիմա արդեն նաև երազանքների համար, հիմա Դաշնակցությանը Հայաստանի մասին պատկերացում ունենալու համար բան են անում, հակապետական ուժ են հռչակում եւ անգամ սպառնում են բան անել, այնպես անել, որ չգիտեմ, ընտրություններին չմասնակցի։ Այս վիճակում են կան օբյեկտիվ դժվարություններ, բայց որոնք պետք է հաղթահարել։ Իսկ իշխող ուժը ունի անսահմանափակ ռեսուրսներ, այդ թվում նաև քարոզչական, որոնք շահագործում է եւ այդտեղ իր հետ մրցել իսկապես դժվար է։ Բայց պետք է։ Վերջում ուզում եմ կրկին հարցնել, արդյոք այո, Ռոբերտ Քոչարյանի մասով։ Արդյոք այն ինչ որ քննարկում էինք, այդ ժամանակահատվածը, որ մենք տնտեսական իմաստով նաև կորուստներ ենք ունեցել, դուք դրա հետ վերջնական համաձայն չեք։ Ինչու՞մ էլ հաստատենք գույք պարտքի դիմաց երբ քննարկում էինք։ Դուք գույք պարտքի դիմաց ձևակերպեցիք որպես անկախության կորուստ, ես դրա հետ համաձայն չէի։ Դե հիմա չհասկացա հարցը, մենք արդյոք 1998-ից 2018-ին տնտեսական կորուստներ ունեցել ենք։ Դե դա տնտեսական չէր։ Հիմա տնտեսական կորուստ են ձևակերպում, թե բան անկախության կորուստ։ Որտեղ անկախության հետ կապ չունի։ Ես էլ եմ կրկնում այդ գործարաններից, եթե չեմ սխալվում, 3-ը չգործող էին։ Հրազդան ջեկը չէր։ Ես հիմա ցանկը դժվարությամբ եմ հիշում։ Ու եթե ես չեմ սխալվում, գործող էր։ Եւ էլի եմ ասում, ինչի տնտեսական ազդեցության մասին էր, թող տնտեսագետները գնահատեն, ինչ որ եթե լուրջ վերլուծություն կա։ Կորուստը անկախության կորուստ չեք համարում։ Ես ինչ տնտեսական կորուստ, ես չգիտեմ տնտեսական կորուստի
եղել է թե չէ։ Ես գիտեմ 1998-ին տնտեսական ցուցանիշները եւ 2018-ին, երբ մենք ունենք 12% տնտեսական աճ։ Հիմա երբ որ տնտեսական աճի մասին ենք խոսում, հիմա էլ իշխանությունը թվեր է ներկայացնում, ասում է մեր տնտեսությունը հրաշալիորեն աճում է, բայց ով է տեսնում։ Լավ, համաձայն եմ, որ ամենակարևորը դա մարդկանց բանի վրա ինչպես է աղքատության շուրջ 5 անգամ կրճատում։ Հիմա կարող ենք գոնե տոկոսները, հիմա 40% է մեր աղքատությունը, հասնում է քանի տոկոս է կրճատվել։ Թող ասեն 6%, 7%, 3%, չգիտեմ, այսինքն ես նկատեն շուրջ 5 անգամ երբ որ ասացի, բան նկատի ունեի 98-ից բանը 2008-ը նկատի ունեի։ Հիմա քանի տոկոս է իջել։ Ես այո, ընդունում եմ, որ տնտեսական ցուցանիշների ֆորմալ աճը առանց կոնկրետ քաղաքացու վրա կենսամակարդակի վրա ազդեցության ոչինչ է։ Հիմա այն դեպքում աղքատության բաների հետ գոնե կարողանում են համեմատվել աղքատության ցուցանիշների կրճատման հետ։ Ես ուրիշ բան, բայց եթե դուք այդ ինքնակնդատությունն եք ուզում տեսնել, ես դրա հետ էլ խնդիր չունեմ։ Ես ուզում եմ քննարկենք մենք ուղղակի ինքնակնդատության հարցը։ Այսինքն մենք այդ գոնե տնտեսական ցուցանիշներով շատ վեճ չկա էլի, որ դրանք եղել են լավ տարիներ տնտեսական ցուցանիշներով գոնե այնտեղ մեղադրանքները այլ են ժողովրդավարության հետ կապված եւ այլն։ Տնտեսական ցուցանիշներով կարծում եմ իրոք վեճ չկա։ Հարցը հետեւյալն էր, որ ես այդ ուլտիմատումի ձևակերպումը, որ դա անկախության կորուստ էր այդ գործարքը, ես այդպիսի գնահատական չունեմ։ Ես որևէ դուրջ բացի ռոպագանդիստական ինչ-որ տենց քարոզչական գլուխներից ովքեր խոսում են, որևէ տենց գնահատական չեմ տեսել։ Մի հատ տնտեսագետ չեմ տեսել, որ ասել է, այսա բերեց մեր տնտեսական անկախության կորուստին։ Հիմա կարանք երկար խոսենք իմ պատկերացնելով ոնց պիտի լինի տնտեսությունը, պետությունը այդտեղ մասնակցություն պիտի ունենա, թե չունենա, ինչ մասնակցություն պիտի ունենա, բայց ուզում եմ ասեմ, ընդհանրապես խնդիրը այդ ձևակերպումն էր, որ դա այդ բանը տնտեսական գործարքը բերեց մեր անկախության կորուստի։ Չէ, ոչ միայն դա, ամեն հարցն այն է, որ դեպի դրական ոչինչ չի փոխվել, երբ վատի մասին մարդիկ խոսում էին։ Ինչի համեմատության։ Եթե տնտեսական իմաստով են խոսում, եթե վատի մասին մարդիկ անդադար խոսում էին, որ ամեն ինչ վատ է, ես հասկացա, կարծում եմ, ինչ նկատում եք։ Ես հասկանում եմ, նախ բոլորս ընդունում ենք, որ եղել են այդ թվում շատ ծանր, այդ թվում սոցիալական, այդ թվում արդարության հետ կապված, արդարության զգացողության եւ ընկալման հետ կապված խնդիրներ Հայաստանի անկախացումից ի վեր։ Իմ տեսակետը այն է, որ բոլոր պետությունները խոշորաշվով անցնում են այդպիսի շրջանում։ Կարող է դա ավելի կարճ տևել։ Այո, ես փորձում եմ այս հարցերին ոչ թե մոտենալ մատնացույց անելու մեղավորներին, այլ նայում եմ մի հատ աշխարհում կա պետություն, որ չի անցել եւ տեսնում եմ, որ չկա։ Չգիտեմ այդպիսի օրինակ։ Կարևոր է ոնց հաղթարել է։ 2018-ին բացառիկ շանս էր եղել, տրվել էս իշխողուժին, ամեն ինչ վերափոխելու ինչ վատ եղել է, պահպանելով լավը, եթե եղել է։ Հիմա ամբողջ մեր կռիվը էս է, որ ինչ եղավ դրա հետ։ Բոլորը ընդունում են, այդ թվում նաև քաղաքական ղեկավարները, որ եղել են սխալներ, եղել են թերացումներ, բայց ես ասում եմ եկեք նայենք ու եթե այդպես ենք նայում 18-ից առաջ ու նայենք այդ թվում նաև ես ինչու եմ Լևոն Տեր-Պետրոսյանն անդադ բերում, որովհետև ուզում եմ ցույց տալ, որ խնդիրը չի ում ես սիրում, ում չես սիրում, ում ես համակրում, որ մեղադրանքներ չես ասես։ Ես ասում եմ կարող են տարբեր սխալների մասին խոսել, բայց այսպիսի իրավիճակ մենք երբ ենք ունեցել։ Այս ինքնիշխանության այսպիսի կորուստ, այսպիսի հրաժարում մեր ազգային շահերից, լավ երկու սրբազան մեր մոտ ժողովրդավարության անգամ երբ է կանոնավորված եղել։ Հիմա երբ որ ես այստեղ էի գալիս, արդեն լուրերը մի քանի արագածոտնի թեմի կանոններ, այդ թվում նաև սրբազան, չգիտեմ ինչ բան է, բայց ուզում եմ հասկանալ, վեհարանի գրոհ երբ է եղել։ Երբ է սպանությունների մակարդակը, ցուցանիշները, զենքով հանցագործությունների ցուցանիշները մենք երբ ենք այսպիսի պատկեր ունեցել։ Ես վախենում եմ, որ մենք այս ցուցանիշները մոտենում ենք 90-ականներին, որը մի կերպ հաղթահարեցինք, եւ դա պետության հիմքերի բանն էր, այսինքն պետություն դառնալու ամենակարևոր քայլերից մեկն էր։ Հաջորդը թմրադեղերի այսպիսի ծավալներ երբ ենք ունեցել թմրադեղերի շրջանառության։ Դա հանրային առողջության առաջնահերթ հետո արդեն դրա մյուս, այսինքն բան էֆեկտները, սայդ էֆեկտները ազդեցության լրջագույն խնդիր է թե չէ։ Հիմա բոլոր ցուցանիշներով լավ մի կողմ թողնեմ, ինձ ցույց կտա գործարան ու արտադրամաս, որ կառուցել են այս մարդիկ։ Չեն կառուցել։ Բանը մեծ խոստում, քանի տարի է, գնանք Աջափնյակի մետրոյի կայարանը նայենք։ Այո, օրինակ Արսեն Թորոսյանը վերջերս ինձ հետ զրույցում ասում էր, որ
շինարարական բում է եւ պակաս աշխատատեղեր են ստեղծվում։ Չգիտեմ ինչ թվով աշխատատեղերի մասին է խոսքը, այո 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով գումարների ներհոսք է եղել իրենցից անկախ հանգամանքներով Հայաստան, տնտեսական ցուցանիշները էապես աճել են, եթե չեմ սխալվում, երկինչ տնտեսական աճի հասան, այսինքն Հայաստանի տնտեսությունից անկախ հանգամանքներում եղել է տնտեսական աճ։ Դա որևէ ձև ենթակառուցվածքների վերածեցին եւ բան արեցին, այնպես արեցին, որ լինի շարունակական։ Էլի եմ կրկնում, որևէ հավելյալ արժեք իրենք ստեղծել են, որևէ գործարան, որևէ արտադրամաս, որևէ մեծ բարեփոխում, որևէ մեծ պրոյեկտ, որևէ մեծ ճանապարհ, լավ։ Ես ասֆալտապատել են, չէ՞։ Դրա համար հա, կարող են անverջ մի քանի կիլոմետր բանա ասֆալտը եւ գտնել անverջ կարելի է գտնել ճանապարհներ, որոնք ասֆալտապատած չեն եղել, ասֆալտել դա ցույց տալ։ Դա լավ է, խնդիր չկա դրա հետ։ Իսկ այս խցանումները կարող են ինչ-որ լուծում են պահանջում նայենք տեսնենք աշխարհի մեծ քաղաքները Հայաստանի Երևանից տասնյակ անգամներ մեծ ոնց են լուծում ու կարող է օրինակ շրջանցիկ մի հատ պրոյեկտեր պետք սարքել Երևանի համար բան հիմնականում միշտ խցանված մայրուղիները շրջանցող ճանապարհ ոնց որ օրինակ տարիներ առաջ կառուցվեց Սարալանջի ճանապարհը կարող է դա օրինակ բան էապես կբարելավել Երևանի շուրջ 1.5 միլիոն բնակություն ունեցող քաղաքացիների կենսամակարդակը ընդհանրապես քիչեցներ ստրեսի մակարդակը կխնայեր դեպի բան գործի գնալու ժամանակը գործից հետ գալու ժամանակը ավել ժամանակ կթողեր հավելյալ արժեք ստեղծելու համար։ Օրինակ մի այդպիսի բան իրականացրել են եւ ընդհանրապես ես ասում եմ եկեք իսկապես համեմատենք, էլի։ Ես այն մեղադրանքները, որ ես իշխանությանը կարող եմ ներկայացնել, Հայաստանի որևէ նախկին իշխանության մի կողմ թողնելով իմ համակրանքը կամ չհամակրանքը իրենց նկատմամբ, ուղղակի չեմ կարող, որովհետեւ հետևանքները այսպեսին չեն եղել եւ գործողությունները այսպեսին չեն եղել։ Ես այսպիսի պատերազմը, անվտանգային խնդիրները եթե անգամ մի կողմ թողնենք, դուք մասնագետներ գիտեք, որ մեր համակարգում աշխատում են։ Ոնց է ստացվում, որ ամեն բարեփոխում որ ու շատ մեծ ծրագիր վերնագրերը իսկապես շատ լավ օրինակ հիմա բերել են առողջապահության ապահովագրությունը, որը ճիշտ գաղափար է, որը պետք է հատկապես եթե սոցիալական պարտավորություն ստանձնած երկրի պետք է անել, բայց ես վստահ եմ իրենք այնպես են անելու առաջիկայում քննարկել են խորհրդարանում դե համար մանրամասն մեջ չխորում, այնպես են անելու որ մարդիկ զզվեն անգամ այդ գաղափարից, որովհետև մասնագետները այս կառավարության հետ չեն աշխատում։ Ես էլ եմ կրկնում մեր պաշտպանության նախարարը հիմա պատմության ուսուցիչ է, մեր դիվան արտաքին գործերի նախարարը անհայտ է ինչ կապ ունի դիվանագիտության հետ, կարևոր ոլորտների փոխնախարարներ չունենք ու Հայաստանում, Երևանում ամեն ինչ ճգնաժամի է վերածվում։ Եղանակային փոփոխություններից սկսած ձմեռը հիշում եք որ ձյուններ եկել անցած տարի ինչ ունեցանք, աշնանը անձրև է գալիս, մի քիչ աղբավայրի այրում է Երևանի։ Հիմա այս Երևանի այս ցուցանիշների օդի հետևանքները առողջապահական ով է սրա համար պատասխանը կրելու կամ կրելու են թե չեն կրելու հիմա այս խնդիրների մասին կարծում եմ ավելի կարևոր խոսել որ անցյալում եղել են սխալներ դրանք վստահ եմ որ եղել են օբյեկտիվ այո սուբյեկտիվ գործոններով նաև պայմանավորված բայց մեր քաղաքացիները ես հույս ունեմ որ մենք այդ անցյալների խնդիրների մասին կխոսենք մենակ նման տաղավարներում եւ ազգային ժողովում ավելի նայեք ազգային ժողովի հարցը այն է որ երբ քեզ մեղադրում են մենք մի ժամանակ չենք պատասխանում կամ քիչ ենք պատասխանում բայց հետո հասկացանք որ 1 2 3 4 5 այդ մեղադրանքը մնում է եւ դառնում է ճշմարտություն երբ դու չես պատասխանում արդյունքում ստացվում է մեղադրանք դու պատասխանում ես այդ մեղադրանքին եւ դառնում է անցյալի մասին խոսակցություն բայց նաեւ հասկանալի է քաղաքացիները ինչքան կարող են դրանից զզված լինել համաձայն են որ պետք են առաջարկներ անձամբ փորձում եմ նաեւ դրա վրա կենտրոնանալ եթե քաղաքացիները ունեն որևէ ոլորտի հետ կապված առաջարկներ էլի սիրով միշտ բաց են քննարկումների համար եւ այո պետք է խոսել ապագայից այդ ապագայի մեջ ամենակարևորը պետք է նայենք հիմա մեր այս վիճակին ինչն է ամենաշատը խանգարում եւ ամենակարևոր կետերից մեկը այդտեղն է որ մեզ իսկապես ներազգային համերաշխություն է պետք մենք պիտի դադարենք այս առանց այդել եղած սահմանափակ ռեսուրսները վատնել մենք կարող ենք համաձայն չլինել տարբեր հարցերում բայց գտնել հարցեր անկյոնակարային որտեղ համաձայն ենք ու դրանք դառնան միասնականության կետերը մեզ պետք է հայրենիք սփյուռք հարաբերությունների
նոր մոդել ու այս մուտքի արգելքները առաջին այդտեղ պիտի վերանան, մեզ պետք է իսկապես ոչ թե բանակը դառնա, բայց բանակը անվտանգության երաշխավորը, որ ընդհանրապես դա 10-րդական գործոն է, այդտեղից պիտի գանք, որ բանակը անվտանգության երաշխավորման առաջնային գործոն է, եւ մենք պաշտպանված լինելու այլ ընտրանքը չունենք, մենք պիտի նայենք որտեղ ենք ապրում, որ ինչ հարևաններ ունենք, ինչ տարածաշրջան ունենք ու հասկանանք, որ եթե ուզում ենք անվտանգ ու երջանիկ ապրել, այդտեղ այդ ներդրում պիտի ունենանք, բայց դա այո չի նշանակում, որ մենք պիտի ունենք սովետական բանակ, որովհետև անցել է, այլ սովետական բանակ ես չգիտեմ էլ ով ունի, այո կարելի է այդտեղ բարեփոխումներ անել, կարող ենք այնպես անել, որ գուցե պետք է հայ զինվորը շաբաթ-կիրակի տուն գա, եւ դա հնարավոր է անել, գուցե պետք է Հայաստանում ամենաարտոնյալ խավը լինի եւ ունենա արտոնություններ առողջապահությունից մինչեւ մասնավոր սեկտոր եւ դրա օրինակները կան, գուցե պետք է նահատակների աճումները պարկերի մեջ պահելու փոխարեն ուղերձ ուղարկել, որ եթե հանկարծ քո ծառայության ընթացքում կամ հայրենիքի համար մատուցած հայրենիքի համար արված գործողությունների ընթացքում քեզ որևէ բան պատահի, դու, քո ընտանիքը, քո սերունդները ունենալու են այլ վերաբերմունք պետության կողմից, այսինքն լինելու են պաշտպանված, լինելու են գնահատված եւ դա է հիմքը, այսինքն այդպես կարող ենք այդ վերաբերմունքի փոփոխությունից մինչեւ կոնկրետ բարեփոխումներ, որ բանակում պիտի ունենանք եւ իհարկե արտաքին քաղաքականությունում, որտեղ պետքա ֆիքսել քո սպառնալիքը։ Ես հիմա հարցնում եմ մենք ի վերջո Թուրքիայից սպառնալիք ունենք, թե չէ, իշխող ուժին եմ էլ հարցնում։ Այո, իմ պատասխանը որ ունենք, Ադրբեջանից ունենք, թե չէ։ Այո, ունենք սպառնալիք, դա չի վերացել։ Դա պիտի բանանենք, նվազեցնենք, դա պիտի փորձենք ռիսկերը կառավարել, բայց չմոռանալ որ այդ սպառնալիքը կա եւ ֆիքսել որ այդտեղից է գալիս։ Մնացածի հետ մենք կարող ենք դաշնակցային հարաբերություններ ունենալ այս կամ այն չափով։ Հիմա սրանք շատ բան ստացվեց, բայց այս հիմնական ուղղությունները սրանք են։ Ես շնորհակալ եմ ձեզ, հիշեցնեմ մեզ լսողներին եւ դիտողներին, որ իմ զրուցակիցը Քրիստինե Վարդանյանն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, եթերը երկար ստացվեց, սա ֆենոմենալ եթեր է, շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։